Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարի ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Տիկին Ալեքսանյան, ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրություններից առաջ հասկացանք ինչ է լինում, ընտրություններից հետո էլ հասկացանք Սահմանադրական դատարան վիճարկեցին ընտրությունների արդյունքները, բայց բուռն զարգացումներ եղան Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Եվ այդ զարգացումները, որոնք քննարկման թեմա դարձավ նաև հասարակության կողմից, որովհետև որոշակի ձևով բոլորս էլ հիշեցինք, դուք եք հիշել այդ ամենի մասին եւ ձեր գրառման մեջ նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն իրականություն է դարձնում այդ բոմժ դարձնելու իր խոստումը եւ դա այդ նմանատիպ օպերացիա է հիմա իրականանում եւ այն խոզարկությունները առանձնատանը, կենթանիներին տանելը եւ այդ ամենը դուք համարում եք, որ իրականացվեցին ոչ թե օրինական ձևով, այլ դրանք արվեցին ընտանիքի անդամներին ցավեցնելու եւ Գագիկ Ծառուկյանին ստորացնելու համար։ Սա համարում եք, որ սադիզմ է եւ սա հասարակության համար էլ պետք է հասարակությունը անտարբեր չլինի, քանի որ կարող է այս իրավիճակը նաեւ յուրաքանչյուրիս դուրը ծեծի։ Ինչ տեղի ունեցավ սա արդարադատություն, քաղաքական հետապնդում, թե ընդհանրապես գիտեք, եկեք ես նախընտրական արշավի մի քիչ անդրադառնամ, որովհետև այդ դեպքերը դրա շարունակությունն են ուղղակի նախընտրական արշավը դա սպառնալիքներով, ատելության խոսքով, հայհոյանքներով ընթացող, եթե մինչև էլ հաշվի առնենք, որ պատերազմի սպառնալիք էր ասում, եթե ես չընտրվեմ։ Եռագլուխ։ Հա։ Եվ վիճարկումը ոչ մի արդյունք չտվեց, այսինքն բայց այդ մթնոլորտը, այդ ատելության, այդ արտահայտությունների, հիշում եք Արտուր Օսիպյանին, դու ինչու չես մեռել այդ տականք, իդեպ հիմա տականք բառի համար դա տվել Սոֆիա Հովսեփյանին, Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինքը իրավունք ունի, ում ինչ բառերով ուզում է պիտակավորի, բայց մյուսները, եթե ասում են, իրենք 6 միլիոն հայցապահանջով ա դիմել դատարան Նիկոլ Փաշինյանը, որը իրան այդ բառը խիստ շտացրել է։ Մի խոսքով ու դրանից հետո այն անդադիռագլուխ այդ հրեշներին եւ ես գիտեք չեմ հասկանում ինչի համար է այդ տեսակ ատելությունը ընդդիմության նկատմամբ։ Նա իր տեղում, այսինքն մենք միշտ տեսել ենք, բայց մենք չենք տեսել, որ տենց ոչնչացնեն, ոնց որ Ռոբեր Ռոբինյանն ասում քաղաքականապես, այսինքն իրանք այդ ոչնչացնելու, այդ, չգիտեմ, բոմժացնելու այդ սպառնալիքները շարունակաբար մենք լսում ենք։ Իբր իրանք մի հատ նենց արդարության, sense մի հատ խորհրդանիշներ են, որ այստեղ դու միացա, որ հիմա իրանք, այսինքն ինչ։ Եվ ամենասարսափելին ոչ թե խոստացած բոմժացնելն է, որ իրավունքը իհարկե ինքը բացարձակապես չունի, որ խոսի, այլ այն, որ նա այդ ձերբակալությունը, այդ բռնությունը ինքը հանրայնացրեց։ Դուք գիտեք, որ քննչական կոմիտեն լուսանկարներ անմիջապես հրապարակեց, այսինքն դա Նիկոլ Փաշինյանի սրտով էր, որ բռնություն, անօրինականություն, ապօրինի մարդու վրա հարձակվում են այդ թվով որոշակի մարդիկ, որ տապալ են նրան գետնին, հավատացեք, թռուցիկ եմ նայել ես այդ կադրերը, շատ ծանր էր, ոչ թե ինձ համար հավատացեք կներեք, որ սա ասեմ, ես շատ ծանր տարա այդ կենթանիների նկատմամբ այդ վերաբերմունքը, հատկապես այդ առյուծի նկատմամբ այդ ինչ ասեմ, նենգաբար սպանությունը առյուծին, սենց կարող եմ ասեմ, քնացրեցին ու նա այլևս չարթնացավ։ Սա հրապարակային բռնություն է, հրապարակային սադիզմ է, հասկանում եք լիքը մարդ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր կենդանասեր չեն, ես տեսա ինչ տառապանքների մեջ էին եւ այդ նսեմացնում էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև կենթանուն քաշտալով, տարբեր լուսանկարներով, պոչից քաշելով, այսինքն այն որ Արտուր Օսիպյանին ասում է դու ինչ ես ողջ, ինչի դու չես մեռել, երևի այդ մեռնելը իր համար շատ կարևոր հանգամանք է, ասենք հիմա ես նայում եմ առյուծի դեպքում ինչ է սա, այսինքն ինչ է սա, որևէ հրապարակային խոսք մենք լսել ենք, որ
իրանից, որ ես ինչ էր կատարվում, չէր տեղի ունում։ 2 օր շարունակ դիմակավորված զինված անձինքա ուղարկել ու նստած նայում է, թե ինչ են անում։ Ասես տեղյակ չեմ այդ կապերից։ Դե իվա ու այրան հավատում, ով կամ լուրջ ընդունում իր ասածը, բնականաբար այս երկրում ոչ մեկ չի կարող մի քայլ անել առանց այս կարգի Գագիկսա, ով է քեզ հավատում։ Ինչ պետք է կամից դու քեզ հավատամ։ Ես իմ տեսածը դատապարտեր, եթե չէիր նայիր, ասեիր ես ինչ եք անում։ Բայց դատապարտեր, թե ասում են ամեն մարդ իր գործն է անում, ուժայիններն էլ անում են։ Բռնությունը գործ է։ Ինքը բերում է բռնությունը հրապարակային, ուզում է որ նորմա դարձնի։ Ես ուրիշ կերպ չեմ կարող մտածել, ուրիշ բան չեմ կարող մտածել։ Նախ 2 օր մարդկանց պահել էր մի ամբողջ օր, որևէ ինֆորմացիա չէին տալի ու մարդիկ լարված, այդ բռնի մթնոլորտ էր արդեն։ Այդ հասկանում եք մարդկանց այդ տագնապները մարդկանց մեջ։ Եվ չգիտեմ, ինձ գիտեք միջազգային մամուլն էլ հատկապես առյուծի դեպքին շատ անդրադարձել։ Կենդանասերները մեզ մոտել էին, դիմել են միջազգային կառույցներին, առյուծի այդ մահվան հանգամանքները։ Շատ ծանր։ Անկախ դիտող։ Սա խարանն է նրա ճակատին։ Այս առյուծի դեպքը Նիկոլ Փաշինյանի խարանն է, որ ոչ ոք երբեք չմոռանա, որ քունց կարելի է այդպես վարվել։ Եվ իրեն թվում է, եւ գիտեք շատ ինչ ասեմ, այս հասարակությունը բարակված է, դու գիտեք ինչ ձևով, բայց կան բաներ, գուցե որ պետք է միավորեն մարդկանց իրար հետ, որ պետք է ընդվզեն մարդիկ, չպետք է թույլ տան, որ այդ անօրինականությունը տեղ գտնի, բայց դու գիտեք, որ իր ընտրյալների մերձակա գտնվող մարդիկ որևէ դատապարտող խոսք չեն ասում, որևէ, եւ սա երևի ոգևորում է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ուրեմն ուղարկում է ուժայիններ նրանց Գագիկ Ծառուկյանին տապալելու եւ ինքը երևի իրան հզոր ազգում, ուժեղ ազգում, բայց ինքը ոչ մի կապ չունի եւ կամ արյուծին անպաշտպան այդ կենթանուն տիրոջը դու տանում ես, հետո կենթանիների հետ ես այդպես վարվում դրան նախորդող երկխոսությունը Ծառուկյանի եւ Փաշինյանի միայն հրավակայությունն են, որ սա հաշվեհարդար պիտի լիներ առյուծի հետ, ուրիշ կերպ ես չեմ կարող մտածել եւ խստորեն դատապարտում եմ, սա չմոռացվող մի դեպք է ընդհանրապես չեմ պատկերացնում նույնիսկ այն աֆրիկյան աբորիգեն երկրներում կարող ասենց բան լինի, էլի հասկանում եք։ Տիկին Ալեքսանյան, տեսեք ասում եք նույնիսկ այս հարցում հասարակությունը բևեռացված է։ Այո։ Հիշեցին կենթանիներին, որոնք սպանել է հենց Գագիկ Ծառուկյանը, տեսանյութը համացանցում հայտնվեց էշի հետ կապված, որ վանդակում է հայտնվում առյուծների ջիրաններում եւ այլն։ Այս պարագայում էլ մարդիկ անցյալը եւ ներկան իրար կողքով են դնում եւ նորից սկսվում է այդ ատելությունը։ Գիտեք ինչ, երբ որ բռնությունը տեղի ունենում, հանրությունը պետք է դա մերժի, թույլ չպետք է դա որ դա չկրկնվի, որտեղ դա շարունակություն ունենալու անընդհատ։ Այն ինչ որ դուք ասում եք այդ դեպքը, այդ միջադեպը, իսկ օրինական է արդյոք Գագիկ Ծառուկյանի այդ կենթանաբանական այգին եւ այլն, ես որքան հասկացա օրինական է եւ փաստաթղթերի ամեն ինչ օրինական է եւ վստահ եմ որ նրանք լավ խնամվում էին եւ այլն եւ ոչ թե մեր կենթանաբանական այգու, ասինքն դա հայտնի է։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը դա գիտեր չէ որ այդ կենթանաբանական այգին կար։ Ինքը գնում էր Ծառուկյանի աղջկա հարսանիքներ մասնակցում, երևի կենացներ էր խմում, խոսքով հաց էր կիսել Ծառուկյանի հետ, բայց դու տես, երբ որ գալիս է այդ պահը, ինչ է նա։ Ես ամենաշատ իրոք այդ պահի համար եմ շատ, որ հանրությունը միանշանակ չի թվում, կոնկրետ այս պահին տեղի է ունեցել բռնությունը, մերժեք, թույլ մի տվեք, մի թույլ տվեք, որ կենթանու հետ այդպես վարվեն, մի թույլ տվեք, որ նա Գագիկ Ծառուկյանից հաշվեհարդար լինի այդ մեթոդներով, կենթանիների միջոցով հաշվեհարդարի գա։ Դու ինչ գործ ունես, որ սպառնում ես, իսկ ինչ են անում քո իրավապահ մարմինները։ Երբ որ դու ասում ես, օրինակ, վաղը Անդրանիկ Թևանյանը ԱԱՑ-ի կողմից
հայրենիքի դավաճանության մեջ, այսինքն դու նախապես մի օր առաջ ասում ես, իսկ ինչ պետք է անի ԱԱԾ-ն հաջորդ օրը։ Նույնը Ծառուկյանի անընդհատ այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ նվաստացնում էր Ծառուկյանին, տարբեր բաներ ասելով։ Արարատ ցեմենտը պետականացնելու մասին էր շատ։ Դե գիտեք, դա ամենացիվիլ խոսակցություններն են Նիկոլ Փաշինյանի։ Իսկ երբ որ ասում է լեզուց շատ է երկարել Գագիկ Ծառուկյան, այսինքն չոք հա, դա ասենք դա փողոցային բառապաշար է։ Տիկին Ալեքսանյան, այստեղ էլ փաստորեն խնդիր ունենք երկրի ղեկավարի կողմից նման խոսույթների կիրառելը, դա ինչի մասին է խոսում։ Խոսում է իր մակարդակի մասին, որ իր թողտվության, իր որ իր դեմ խաղ չկա, իշխանությունը Իրանն է, ուժայինները իր ձեռքն են, ու ինչ ուզենա կանի։ Միայն սրա մասին է խոսում, որ ինքը չնայած չի փայլել երբեք իր խոսքով, հայրենի իմացությամբ, իսկ հիմա առավել եւս կարիք է չունի, եթե մարդը իրան չի զսպում, ասում է դուխի չես մեռել այդ տականք, մարդուն ով իրեն հարցեր է տալիս ընդամենը հարցեր է տալի եւ ընդհանրապես երբ որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հարցերին պատասխանել, չի ուզում պատասխանել, ինքը պատասխանում է հարց տվողին եւ ոչ թե հարցերին։ Եվ որպես իրավապաշտպան ձեր մտահոգությունը այս իրադարձությունների նույն Արտուր Օսիպյանը, Գագիկ Ծառուկյանը, տեսեք այս պահին Գագիկ Ծառուկյանն է կարծես ուշադրության կենտրոնում։ Արտուր Օսիպյանին էլ շատ մեծ ուշադրություն եղավ, հավաքներ կազմակերպվեցին, հացադուլ հայտարարեց։ Այո, ինքը հայտարարեց օրեր շարունակ այնտեղ մենք հավաքվում էինք, մարդիկ էին գալիս եւ այդ բողոքի ակցիաների նշանակություն ունեցավ հանրային ճնշում կար բավականին։ Ձեզ ինչն է մտահոգում որպես իրավապաշտպանի այս իրադարձությունները։ Գիտեք, ինձ ինչն է մտահոգում։ Նախ մարդիկ, որ տուժվում են դրանից, բայց որ մեր երկիրը դարել է մի անհասկանալի իրավիճակում գտնվող երկիր, որ Փաշինյանը նախապես ասում է ում պետքա ձերբակալեն, երբ պետքա ձերբակալեն, ինչի համար պետքա ձերբակալեն, ու այդ սա իրականություն է դառնում, մենք դա տեսնում ենք տևական ժամանակ, չէ, այդ իր սպառնալիքները եւ այլն։ Նույն Արտուր Օսիպյանի դեպքում այդ խոսակցությունից հետո փոխանակ իրեն ձերբակալեին, ասենք Նիկոլ Փաշինյանին, բայց ձերբակալվեց Արտուր Օսիպյանը, չէ, րոպեների ընթացքում։ Երբ որ ինքը ոչ մի չէր արել, մենք դա տեսել ենք ուղղակի, այս օրինակը դրա համար եմ վկայակոչում, որ մենք դա տեսել ենք այդ տեսանյութով, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ ով է ասել, որ դու ում ինչ ուզես պետք է ասես։ Ես ցավում եմ մեր երկրի, ես չեմ ճանաչում մեր երկիրը։ Ես 90-ականներից եմ այս դաշտում, ես գիտեք եւ լրագրությամբ միշտ իրավական թեմաներով իրավապաշտպան լրագրող եմ եղել։ Բայց ես տեսել եմ մարտի 1, ես մասնակցել հետաքննության մարտի 1-յան դեպքերով միջազգային կազմակերպության, բայց որ այսպես ավերվի Հայաստանը բոլոր ոլորտներում էլի հասկանում եք, ոնց կարող է իրավապահ համակարգը չգործի։ Հիմա նայեք, ես ձեզ բերեմ օրինակ Արեգնազ Մանուկյանին, որին ես չեմ ճանաչում, որը ձերբակալվել, կալանավորվել է։ Կալանավորված է արդեն։ Ինչի համար է կալանավորել միջին ծանրության հանցանքի, վրել է թողնենք այդ հանցանքը որքանով է իրական, այդ թողնենք մի կողմ։ Երեխա ունի անչափահաս, արգելքներ ա դրված երեխային տեսակցելու։ Ասենք այդ տիկին գլխավոր դատախազը լուրջ իրեն զգում է իսկապես, այսպես թե շատ կարևոր պահվածք ունի իրանցիկ, սենց կարևոր, իրոք համարում է, որ սա նորմալ իրավաբանը կարող էր այսպիսի խիստ միջոցներ կիրառել, ասենք, որ երեխան ինչի համար չպետք է երեխային տեսնի։ Չենք տեսել ձեր մեղադրանքները, տիկին, եկաք, գիտեք ինչ, ես Նիկոլ պարզը, որ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ է տալիս, բայց ինձ դա չի հետաքրքրում։ Թող հրաժարական տա ուրեմն գլխավոր դատախազը, եթե ինքը չի տիրապետում իրավիճակին, ինքը փաստորեն չի տիրապետում իրավիճակին։ Ինքը միայն ես եւս համարում եմ ատելության դրսևորում։ Եթե դու այդ կնոջը թույլ չես տալիս իր անչափահաս երեխային տեսնելու միջին ծանրության հանցանք առավել եւս ոչ մի ու դեռ չգիտենք քո մեղադրանքը ինչ վիճակում է։ Եկեք հիշենք ահաբեկչության նախապատրաստություն Բագրատ Սրբազանի գործը, դուք հիշում եք թե ԿՊ-ն ինչ
վայնասուներ բարձրացրել այդ ահաբեկչության մասին եւ նույնիսկ հասարակական կազմակերպություններին պարտադրում են, որ հայտարարություն ընդունեն, որ ահաբեկչություն է տեղի ունեցել, նախապատրաստություն է տեղի ունեցել։ Եվ ինչ պարզվեց։ Այդ ես հիշում եմ, որ մի սարկավագին կալանքից դատարանախափանման միջոցը փոխեց եւ այդ падգամավորներից ԿՊԱ-ական Եղոյանը դատավորի հասցեին ինչ ուզես ասում էր թե դու ոնց դա Վազգեն Ռշտունին վերաքնիչ դատարանի որ ազատել էր իսկ հիմա բոլորն են չէ ազատության մեջ նա դատավորին ասում էր պետք է քո նկատմամբ դա լիներ այդ սպանության փորձը որ դու իմանայիր Արարատ Միրզոյանը գնում էր Եվրոպայի խորհրդում ասում էր մեզ ուզում էին սպանել անձամբ ինձ ես եմ լսել իր խոսքը Եվրոպայի խորհրդի ստելու եւ այստեղ անընդհատ այդ քարոզությունը տանելու եւ ինչ պարզվեց երբ որ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը ես սա ինչի համար պատմեցի եւ այդ ընթացքում ինչեւ ձայնագրության ամբողջական հրապարակումը Տիկին դատախազը ժամանել էր ազգային ժողով էլի իր այդ մետաղյա լեդի կեցվածքով սենց արձանի պես կանգնած պնդում էր մեղադրանքը պնդում էր ժամերով նույնիսկ հարցեր որ չի պատասխանում ամբողջական բայց պնդում էր իսկ հիմա ինչու՞ չէ ես գրել էի գնացեք այնտեղ հիմա հակառակը պատմեք երբ որ այդ ձայնագրությունները հիմա դուք գիտեք որ Բագրատ Սրբազանը դրսում է չէ բա ուր է ձեր ահաբեկչության մեղադրանքը այսինքն մտածում եք որ ժամանակը կանցնի եթե դատախազը գլխավոր Տիկին Աննա Վարդապետյանը չի հարգում իր մասնագիտական արժանապատվությունը գիտեք մասնագիտական արժանապատվություն գոյություն ունի ես ինչի պետք է հարգեմ եթե ինքը չի հարգում եթե դու Արեգնազ Մանուկյանին զրկում ես իր երեխային տեսնելով կին լինելով չգիտեմ մայրա թե չէ ես ինչ պետք է մտածեմ քո մասին ինչ մտածեմ ես մյուս օրինակներ բերեմ հիշում եք նաև Արուսյակ Ջուլհակյան այսինքն նույն հայտարարությունը ասում է բանը կացկերի զբաղվածությունը նրան չի ազատում պատասխանատվությունից բայց Գոհար Ղումաշյանի մեղադրանքը որքանով էր հիմնավոր չկար չէ հետո բարձվեց ձերբակալության ժամանակ այսինքն ասում է ես հղում եմ անում կրծքերին պատկերացնում եք ինչ չարություն ասենք դա կնոջ խոսույթ ոնց կարող է կինը կնոջ մասին այդպես խոսի դա ես չեմ տեսել այդպիսի բան այսինքն այդ չարությունը ատելությունը անընդհատ եթե դատախազը քիչ է խոսում բայց մենք իր գործողություններում ենք դա տեսնում այդ ատելությունը եւ ես համարում եմ սա ատելության դրսեւորում ատելություն կա դատախազի վերաբերմունքի եւ խոսքի այո եւ նաեւ այս կնոջ որը զրկված է իր անչափահաս երեխային տեսնելով եւ ես չգիտեմ այդ մեղադրանքը որքանով է հիմնավոր քանի որ սրանք անմեղության կանխավարկածը Հայաստանում ոտի տակ են դրել Մարի ջան ես այս ամեն ինչի համար եմ շատ ցավ ապրում որ ես մեր երկիրը ասենք ոչ մի կերպ ոչ միտեղ չի գնում ոչ միտեղ այսինքն ոնց կարելի է ասենք մարդկանց հետ տենց վերաբերվել եւ մոտ 10 օր առաջ Տիկին դատախազը հրապարակում է շնորհավորում է դատախազի օրվա աշխատողի օրվա կապակցությամբ եւ մի տեքստ ա գրել ընդ որում դեռ բառերը օգտագործել ամբասիր բան երևի տենց բառարանից է օգտվել եւ ասում է վստահությունը դատախազության նկատմամբ 6%-ով աճել է այսինքն դուք պատկերացնում եք այդ գնահատականը տալիս ինչ որ սոցհարցում են արելի հավանաբար ինքնա տալիս ու տենց ու ես գիտեք ինչից վատը զգացի որ ես երբեմն մտածում եմ օրինակ հիշում եք Լիդիա Մանթաշյանի դեպքում երբ որ նրան էլի այդպիսի խիստ պայմաններում եւ կալանքը երկարացրեց 5 ամիս մնացավ չկա բայց եւս երկարացրեցին 3 ամիս եւ դա բուրըն էլի հանրային արձագանք ստացավ այդ նույն դատախազն է չէ ասենք ինքն է հսկում մեղադրանքը Գյումրիում դեպքը եղավ լրագրողի հետ կապված Զարուհի Փոստանջյանը որ գնա հա շատ են դեպքերը գիտեք ինքը որ ասում է վստահությունը ավելացել է դատախազության նկատմամբ գիտեք ես ինչի շատված զգացի որ ես երբեմն մտածում եմ
երևի դատախազը գիշերները չի կարողանում քնի այս ծանր բաններից, գուցե այդքան էլ չի ուզում ինքը այդ մեղադրանքները հաստատի, իր վրա էլ ճնշում կա, երբեմն ես տենց մտածում էի, գիտեք, բայց ասենք եթե դու շարունակում ես այդ նույնը անել, այսինքն ընտրովի արդարադատություն է ձեր կարծիքով, միանշանակ, ու դու այդ, բա ոնց փոխեցիք այդ դեպքում Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը, հանրային ճնշում եղավ, չէ, Արթուր Օսիպյանինը հանրային ճնշում եղավ, կամ հիմա Արեգնաս Մանուկյան, գիտեք, հիշում եք այն 8 ամսական երեխային էլի Զարուհի Փոստանջյան, որ կալանավորել էին շատ մեծ, բայց գիտեք, այստեղ շատ ահավոր է, ես մի քիչ ուզում եմ հանրային դաշտը էլի, թե ինչ վիճակում է, ու մենակ հո իրավապաշտպաններով էլ չի, իրավապաշտպաններն էլ չկան, արդեն լուծվել, տարալուծվել են Փաշինյանի մերձակայքի տարածքում, էլի, տարալուծվել են այնտեղ, բայց մարդիկ էլ, քաղաքացիներն էլ պետք է իրենց իրավունքները պահեն, պաշտպանեն, բարձրաձայնեն եւ այս հանրային արձագանքները պետք է միշտ լինի, բայց ասում եմ, իհարկե ես հասկանում եմ հազար մի բան, բայց լինում է, չէ, երբեմն որ ստացվում է այդ հանրային համերաշխությունը եւ ինչ որ բան փոխվում է, ասենք, ճիշտ է, դու մտածում ես համակարգի մասին, բայց էլի մարդկանց մասին գոնե ասենք կարողանում ես ինչ-որ բանով օգտակար լինել։ Եվ հիշում եք Արթուր Օսիպյանին ինչ պայմաններում էին պահել Նուբարաշենի բանտում, երբ որ ինքը դուրս եկավ, չնայած փաստաբանը ասել էր, նրան էլ էին շատ խիստ հսկողություն դրել, որ ընտանիքը չի կարող տեսնել եւ այլ, եւ փաստաբանը ասել էր, որ խոնավ պայմաններ, վատ պայմանների մասին շատ չէր մանրամասնել։ Ես շատ եմ եղել Նուբարաշենում, Մարիջանն պես լավ գիտեմ այնտեղ։ Գիտեմ, տեղյակ եմ եւ բոլոր ահազանգերին առաջինը դուք եք այնտեղ։ Հա, եւ այդ պայմանների շատ լավ տեղյակ եմ։ Իսկ ինչ էր խոսում արդարադատության նախարարը այդ օրերին, երբ որ Արթուրը իր հացադուլը ուրեմն այնտեղ տանում էր, դու մի ասա այդ գարշահոտության մեջ։ Տիկին Ալեքսանյան, տեսեք, դուք ասում եք հանրային ճնշումները ամեն դեպքում ազդում են որոշակի որոշումների վրա երբեմն։ Եթե հիմա մեզ լսողները կասեն, այս հանրային ճնշումները չէին ազդում Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի, իդեպ դուք բոլոր իշխանությունների ժամանակ էլ պայքարի մեջ եք եկել, անկախ նրանից, թե ովքեր են այդ իշխանության գլխի կանգնած։ Թե չէ գրում են իմ գրառումների տակ, ուր է իր Չէ, մենք շատ ենք այդ թեմաներին անդրադարձել, այդ պայքարը եղել է։ Հիմա ինչպես է ստացվում, եթե Նիկոլ Փաշինյանը այս ամենը ուղղորդում է, ինքը կառավարում է, արդյոք այդ հանրային ճնշումները այդ դեպքում ինչպես են ազդում, եթե Նիկոլ Փաշինյանը այս ամենը կառավարում է։ Ինչպես են հանրային ճնշումները, հա, դրանք եզակի դեպքեր են, այնպես չի որ մենք ամբողջ օրը այդ հանրային ճնշումներով ինչ որ հաջողությունների ենք հասնում։ Հիմա գիտեք ինչքան ապօրինի բանտարկված մարդիկ կան։ Այստեղ դատարանների եւ դատավորների մասին էլ ենք մենք խոսում արդեն նրանք են այս գործընթացների մեջ։ Նաեւ այդ դատարանների դատավորների մասին, որ ասում էր ում քսակը հաստա նայել կարողանում անցկացի, իդեպ դատավորների մեծ մասին իրանք են նշանակել, երբ որ եկել են եւ Սահմանադրական դատարանի եւ էս։ Եվ այդ որ ասում եմ քսակը հաստանայել արդարացումը, փող ունի եւ կապեր, էլիտան է օգտվում արդարությունից։ Ինքը տենց է մտածում իրականում։ Իր հոգեբանությունը հենց այդպիսին է։ Ինքը երևի եթե գնա նաեւ Նորվեգիայի դատարանում, որ գիտեմ կամ ասենք Մեծ Բրիտանիա, որ մեծ արդարադատությունները այդ երկրներում կան, էլի նույն ձևի ինքը կմտածի, ասի չէ փող են դա իր հոգեբանությունն է։ Ինքը տենց է մտածում, տենց է խոսում, ու էլ չասեմ են, որ ինքը երբ ոնց ուզում է տենց է տեսնում։ Ու գիտեք, իրեն սատարողներ կան։ Այդ քաղաքացիական հասարակություն կոչվածներից կամ են, չգիտեմ, ես 3 հյուր էի գնացել եւ մարդիկ էին հավաքված, մշակույթի եւ այլն, որոնք պատմում էին, մեկը ինձ պատմում էր, որ գիտես ասում, անդադ ուզում են իմանալ ես որ թիմից եմ։ Ասում ես ոչ խոսում եմ, ոչ բան, ասում չեմ խոսում։ Ասում բայց գալիս են, ուզում են իմանան, գնում են, ասում են, այսինքն պատկերացրեք այդ
աշխատանքի վայրերում ինչ վիճակ է, մեկի երեխոն են գործից հանում, մյուսի այսենց լարված, ես չգիտեի ճիշտ ասած, որ այդպիսի մթնոլորտ է, այսինքն Նարեկ Կարապետյանն էր հայտարարում, որ իրենց դիմել են հենց այդ հարցերով, որ իրենց միտինգներին, իրենց ցույցերին մասնակցելու կամ սատարելու համար աշխատանքից ուստեղ Նիկոլ Փաշինյանը իրան զորեղ ազգում, որ ինքը վախի մթնոլորտ է սերմանել բոլորի մեջ էլի, այդ մարդկանց մեջ ընտանիքներում ինքը ոնց որ ասենք առյուծ ունեն քնացնելով սպանում դավադիր ձևով, ասեք, իդեպ ասեմ, որ ամբողջ օրը Քոչարյանի առյուծից էին, չէ՞ իրան խոսում, նկարները դնում, խփն, բոլորը անխտիր, որ Քոչարյանն այդ որսի, լավ, նա որսի է գնացել, չեմ որսը վիճելի թեմա է, մեկը կողմա, մյուսը դեմա եւ այլն։ Բա դու ինչ ես անում։ Թե չես ուզում հետ մնաս Քոչարյանից, ուզում ես կամ մյուսից, ով որ ինչ-որ մի այդպիսի անընդունելի բան արի, դու ուզում ես անպայման գերազանցել, գուցե հենց այդպես է ինքը ինքնահաստատվում, ես չգիտեմ, այդ անելով է ինքը, ու քանի որ, ինչ ասեմ, ինքը պետք է ամոթից մարդկանց երեսին չկարողաներ նայել, այս ամեն ինչից հետո։ Այն տառապանքները, որ նա պատճառում այդ ընտակ, դա ինչ կապ ունի, որ դա Գագիկ Ծառուկյանն է։ Ու մեկ էլ տեսնում ես այնտեղ գրում են Գագիկ Ծառուկյան, իմ հետ էլ են տենց վարվելու, քո հետ էլ մյուսի հետ էլ։ Եթե բռնությունը գերիշխելու է այս երկրին, իսկ գերիշխում է, ինչքան ենք լսում իր բռնի խոսքը Նիկոլի նախընտրական արշավի ժամանակ, իր սպառնալիքները, այդ բռնի խոսքը, չեմ ասում մինչև այդ ընդ որում այդ անօրինականությունը իր տարերքն է։ Պատկերացնում եք հիմա նայեք ինքը գնաց Սուրբ Աննայի եկեղեցի իր թիկնազորով սկսված պատարագի ժամանակ մտավ եւ ինքը շատ է սիրում որ ինքը ներքաշի զանգվածներ լինեն պրոբլեմներ ստեղծի մարդկանց համար ու զանգվածներ լինեն հասկանում եք ինքը իրեն կարևոր է զգում ես այդպես եմ ընկալում երբ որ տեսնում եմ ու այդ տղային դուք ինչ տանջանքների ու այս մարդիկ չեն հասկանում որ նա իրավունք չուներ գնար ձևի մխրճվել եւ մարդկանց խանգարել դա տարական եթե պաշտոնն էլ թողնենք մի կողմ մարդիկ կանգնած լսում են աղոթում են եւ այլն դու ինչի՞ դու ուղղվես որ դու գնաս ու սաղ պետքա սենց ինչ որ ի վերջո դու եկել ես ծառայես մեր հանրությանը մեր քաղաքացիներին մարդկանց ոչ թե գնաս ու չեր բավարարվել անգամ նրանով որ թիկնապահներից մեկը հարվածել էր այդ 18-ամյա տղային, այդ անչափահաս տղային։ Ընդ որում հանրային ճնշման նորից ներկայ։ Այո, սա եւս։ Մենք էլ ենք խոսել, ձեզ հետ հանդիպել ենք այստեղ։ Հա, հանդիպել ենք, ժամանակա չէի հիշում։ Մի խոսքով էս օրինակները շատ են, կամ ասենք եկեղեցու այդ իր հակաօրինական այդ իր ելույթ պահվածքը, ես ինչ ասեմ, լկտի արտահայտություններ կաթողիկոսի հասցեին, հիշում եք սեռական օրգաններն էր ցույց տալիս եւ այլն, ասենք որ միջազգային մամուլի գլխագրերում էր հանդիպել։ Գիտեք, ես չեմ ուզում, որ դա լինի մեր երկրում, չեմ ուզում։ Մեր երկրում վատ ա եղել, դժգոհ ենք եղել, ինչ ենք եղել, հրապարակային հայոյանքներ, այդպիսի ղեկավարության կողմից չեն տրվել, այդպիսի լկտի պահվածք ընդհանուր ՔՊ-ականների կողմից ես չեմ պատկերացնում, որ նախկինում կարող էին անել։ Կամ ասենք այդ տիկնոջ նման այդ Ջուլհակյանի այդ արտահայտությունը ուղղակի սարսափելի է։ Մի խոսքով, այս մթնոլորտում ենք ապրում եւ իմ մտահոգությունը Անդրանիկ Թևանյանը ուղերձ էր հղել քրեակատարողականից եւ նշել էր, որ այստեղ հիմնականում գործ կարելու հրահանգ կա եւ ընդդիմության նկատմամբ տոտալ հարձակում է իրականացվում եւ այդտեղ հենց նշել էր Արիգնազ Մանուկյանի ձերբակալությունը, Գագիկ Ծառուկյանի Ես խոսել եմ Թևանյանի այդ ձերբակալման տարբեր հարցազրույցներում եւ այն որ նախապես կոչով հանդես է գալի Նիկոլ Փաշինյանը ցույցում է տալիս չնայած երևի վաղուց է ցույցում տվել որ Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանության մեջ դից հանգիստ ինքը հրճակում է։ Տեսեք, երբ լրագրողները հարցրեցին, որ սա Գագիկ Ծառուկյանի հետ կապված ասֆալտին փռելու այդ իր հրահանգն է կատարում, ասեց, որ ավելի վաղուց պետք է կատարվեր եւ ոչ թե Հա, տեսնում եք, այսինքն իր սրտով է դա, որ ավելի ասֆալտին փռելը կարծացին եմ։ Դե ոչ Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես։ Հա, բայց դեպքով են հարցնում, ինքը ուզում էր ասել պետքա գործի, հա։ Ինքը իրան այդ եմ ասում էլի, որ
այդպես է պատկերացնում։ Գուցե Ներոնի ժամանակաշրջանն ենք։ Ինքն ասում է, չէ, որ ինքը ավելի էմոցիոնալ է, գուցե դա հայրենիքի նկատմամբ, հայրենիքի կրկոտ հայտարարությունները բարի իմաստը չգիտի ընդհանրապես։ Գուցե դա նրանից է, Այսինքն սանձարձակ պահվածքը ու թե ամեն ինչ դա հայրենիքի դեմ է, նրանք ովքեր հայրենիքի դեմ են գործում։ Արթուր Օսիպյանը հայրենիքի դեմ էր գործում։ Դե թողել են Արցախը չեն պահել, փախել են։ Ինքը դրա համար չէր մեղադրում էր։ Հա, փախածներ էր ասում, ճիշտ է։ Ինքը դրանց Բայց ինքը ինչ էր անում, որ չփախնեին։ Ոչ մի բան, չէ։ Ինքն է, չէ, Արցախի հանձնող համարվում։ Ինքը դա չի համարում, որ ինքը։ Դե բայց նորից հանրությունը նորից ու կա այստեղ երկբևեռացում։ Ոմանք գտնում են, որ նախկիններն են մեղավոր, որ Արցախը հանձնվել։ Չէ, դե Արցախի թեմայով մասնագետները, փաստաթղթերը 19 թվականի, ես լսում եմ, հետևում եմ, հաստատված են համարում։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր վարքով եւ խոսքով էլ է շատ հաճախ ասում բաներ, որ ինքն էր։ Ամենայն դեպս մենք տեսնում էինք տեղահանման ժամանակ, քանի որ մենք լրջորեն զբաղվել ենք տեղահանման հարցերով, նա ասում էր, որ ամեն ինչ հանգիստ է, չէ, ՄԱԿ-ի այդ բանի ժամանակ, երբ որ մարդկանց տեղանում են, ինքը ելույթ ունեցավ եւ ոչ մի խոսք այդ եւ ասեց, որ ամեն ինչ հանգիստ է տեղի եւ այնտեղ ադրբեջանցիները վկայակոչեցին այդ ՄԱԿ-ի այդ նիստը, մոռացել եմ թե ինչին էր նվիրված այդ ՄԱԿ-ում այդ նիստը, բայց երբ որ մենք հետազոտեցինք, քանի որ հենց առաջին օրվանից մենք Հակարի կամուրջի մոտից մարդկանց հանդիպում էինք, ինտերվյուներ էինք անում եւ բազմաթիվ, հիմա չեմ հիշում, կարծեմ 100-ից ավել սպանություններ կա տեղահանման ժամանակ։ Ոնց են վիրավորներին, քանի որ գյուղերից երբ որ գալիս էին դեպի Ստեփանակերտ, բոլորը գալիս էին դեպի Ստեփանակերտ, երբ որ փախնում էին, հավաքվում էին, ադրբեջանցիները շրջապատել էին արդեն Ստեփանակերտը, մարդիկ չգիտեին, դեռ լուրերը չէր ասել, օրինակ վիրավորներ են սպանել, մենք ֆիլմ ունենք փոքր նկարած այդ դեպքերի մասին Սարուշեն գյուղից, քանի մի ընտանիքից մենք այցելել ենք, մի ընտանիքից 4 մարդ են, ամուսինը, վիրավոր տղան, երբ որ տեղափոխվում են, մի խոսքով վարորդը, չգիտեմ ինչ, այսինքն ընկնում են ադրբեջանցիների ձեռքը։ Ու դու մենք չգիտեինք 19-ից էր սկսվել այդ տեղահանումը, չէ, սեպտեմբերի 25-ին էին այստեղ գալիս մարդիկ, իսկ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասում էր, դեռ ամեն ինչ լավ է։ Եթե ամփոփենք Ուզում եմ ասել, եթե ինքը էս ասում կամ ինքը չի կարողանում շփվել մարդկանց հետ ընդհանրապես ինքը սկսում է ամեն օր մի նոր ուրեմն սկանդալներով անընդհատ ինչ որ սկանդալային այսինքն ինչ է ուզում ինքը նկատի ունեք որ այս ամենը Հայաստանում ինչ կատարվում է մի անձով է պայմանավորված այո մի անձով է պայմանավորված եւ նաեւ Ադրբեջանով Թուրքիայով մենք տեսնում ենք որ այդ արտաքին ուժերը ինչ ազդեցություն ունեն Նիկոլ Փաշինյանի վրա եւ թշնամական վերաբերմունք եմ համարում Հայաստանի ժողովրդի մարդկանց քաղաքացիներին նկատմամբ իրավապահ մարմինների կողմից այսենց ոնց որ ասենք Արեգնազ Մանուկյաննա եւ այլելի կանայք էին որ ոչ միայն կանայք այլև տղամարդիկ ինչի համար են հայտնվել բանտերում Չալաբյանը օրինակ ինչի համար է Ավետիք Չալաբյանը հայտնվել գիտեք Ավետիք Չալաբյանի նկատմամբ մի հատ ապօրինի քրեական վարույթ էին հարուցել եւ ես չի ճանաչում այդ ժամանակ, բայց որ տեսա, որ թե ինչ աստիճանի ապօրինություններ կան, գիտեք, դեռ մտածում էր մի քանի տարի առաջ, որ այս իշխանությունը իրոք կարող է մի քայլ անի, կես քայլ առաջ անի, բայց ոչ մի բան չարեց, կետ որ ասում է, ում քսակը հաստա նայա, դա իրենց շնորհքն է, որ եթե դա այդպես է, Ես գիտեմ որ կան դատա։ Եթե դա այդպես է, Գագիկ Ծառուկյանից շատ քսակը, կապերը շատ, բայց հիմա ինքն է եկել Ռոբերտ Քոչարյան, նույն Սամվել Կարապետյան, այդ դեպքում ինչու այդ քսակն ու կապերը չեն աշխատում։ Որտեվ ինքն է կանգնած այնտեղ, դու մի ասա։ Շատ վատ վիճակում է մեր երկիրը, ես շատ եմ մտահոգ այս բաներով, խնդրեմ էլ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է տաղավարում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Տիկին Ալեքսանյանը ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանի շուրջ մենք կհետևենք իրադարձություններին, քանի որ այսօր մամուլում կար արդեն հայտարարություն, որ մի շարք կազմակերպություններ են միացել եւ հորդորում են այդ ապօրինությունները դադարեցնել։ Այս պահի դրությամբ արդեն աշխատակիցներն էին ակցիաներ իրականացնում, մարդիկ պարապորտի մատնված են։ Ըստ երևույթին, եթե խոսենք իրավունքի տեսակետից, գուցե այդ պարապորտները հետագայում կվճարվեն, բայց մարդկանց համար անորոշ աշխատատեղ կունենան, թե չեն ունենա։ Գիտեք, եկեք ես իմ նկատառումը հայտնեմ այդ կապակցությամբ։ Եթե կա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ, ինչ կապ ունեն, որ դու փակում ես իրենց բոլոր ձեռնարկությունները։ Խոզարկություններ են։ Ինչ միաժամանակ փակում ու խոզարկություն ես անում, բայց մարդկանց մասինով ով պետք է մտածի այդ մարդկանց մասին, որ չեն աշխատում։ Արարատ ցեմենտ արդեն Իդեպ, աշխատում է։ հա, դե չգիտեմ, ապօրինությունն է, չգիտեմ, սարսափելի է այս բացահայտ անթակույց ապօրինությունները, ոնց որ եկեղեցու նկատմամբ էր, ոնց որ հիմա Ծառուկյանի նկատմամբ, այդ քրեական գործը բավականին լույս սփռվեց այդ գործի վրա, երբ որ փաստաբանները հրապարակեցին փաստաթղթեր։ Գագիկ Ծառուկյանին համարում են, որ ինքը պետք է տուժող լիներ այս գործով, այդ Իրանի հետ կապված, բայց փաստորը մեղադրյալ է։ Գիտեք, դատական ակտով հաստատված վճիռ, որ կողմը, մյուս կողմը Գագիկ Ծառուկյանին պետք է տա 14.5 միլիոն դոլար։ Այդ թուղթը հրապարակել են փաստաբանները դատական ակտով։ Հիմա ինչու՞մն է մեղադրվում, այդ որ ասում ես նախապես պետք է բռնեմ այդ երագլուխ հրեշին, սենց չգիտեմ։
Ընդ որում այդ հրեշի, այդ հայտարարությունը հրեշի մասին հենց ինքը չէ առաջինը սկսեց Եռագլուխ Հա, իհարկե։ Ինքը ներմուծեց հանրության շրջանում։ Իսկ դու մի ասա իրենք օրգանիկ քվեներ են ստացել։ Դու եւ օրգանիկը ինչ կապ ունեք իրար հետ ընդհանրապես քպան։ Մա ձեր պահվածքը նայեք, դուք ոնց կարող է օրգանիկ քվեներ ստանայիք, մենք էլ հիշում եք, չէ՞, մենք բոլորս կոռուպցիայով ենք, կաշառքով ենք ձայն տվել։ Ով որ իրան ձայն չի տվել, դա կաշառքով է տվել, գիտեք իր այդ հայտարարությունը։ Չէ ինքը հայտարարեց, որ Որում ասում է բոլորդ եք։ Հա, բոլորդ եք։ Եվ այդ ազգային ժողովին Որտեւ ինքը ուրիշ կերպ չի, ինքը հենց տենց է մտածում։ Ինքը հենց այդպես է ապրում։ Իր պատկերացումները ընդհանրապես այդպիսին են, հասկանում եք։ Այդ օրգանիկ բառը, ասենք, մի տեղից պեղել է, որ կծի, բայց չի կծվի, որտեվ լրիվ անհամատեղելի է։ Լեգիտիմությունը փաստորեն ընտրությունների ճանաչեցին երկու կողմերն է, քանի որ մանդատները վերցրեցին եւ գնալու են ազգային ժողով։ Մեկը մյուսին մեղադրում է, որ ինչու՞ չեք նորից ամեն դեպքում ձայների մասով նորից պետք է պայքարել, եթե լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը ընդ որում փողոցեր չէ հրավիրում այն մարդկանց, ովքեր վստահ են, որ իրենց ձայները գողացել են եւ պատրաստ էր։ Բայց ինքը չի կարողանում մի մարդու խոսքը տանի, փողոց հրավիրված մարդկանց ոնց պետքա տանի։ Երևի փողոց հրավիրում, որ ջարդ կազմակերպեն, այսինքն ոնց որ հունիսի 12-ին եղավ նախանցյալ տարի, հիշում եք, չէ՞ որ հենց ազգային ժողովի ամբիոնից բռնություն էր քարոզում։ Ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու։ Փաստորեն դեմքերը Հա, գիտեք, ես ընդհանրապես ազգային ժողովը իմ միտքը չի զբաղեցրել, հենց մենք ազգային ժողովը իրանց համար մի բեմահարթակ էր, որտեղ ով ինչ ուզում հայհոյում ու սպառնում էր, եւ ծեծում էին, հիշում եք, Վահագն Ալեքսանյանը քացով խփում էր, ինչ որ այդ բաները կան, մինչեւ այդ լուսանկարները կան, այսինքն այնտեղ ուժեղացրած բան էին բերել, որ ոնց են կոչվում այդ ջոկատայիններ, որ այնտեղ իրենց այսինքն Հայաստանում անվտանգության աշխատակիցներ։ Հա, Հայաստանում մենակ իրանք են պաշտպանված այդ ձևով, էլի ուժայիններով, որևէ մեկը պաշտպանված չի Հայաստանում։ Դու չես կարող, ամեն ինչ անցնում է Նիկոլի միջով, այսպես ինքն է բոլոր հարցերը որոշում։ Եվ ասում եք ազգային ժողովը ձեզ հետաքրքիր չէ, բայց չէ որ գիտեք ինչ, որովհետև իմ տպավորությամբ այդ նույնն է, ընդդիմություն եւ իշխանություն։ Հասկանում եք, եթե կառավարվում են եւ այդ կառավարող ուժը իրենց համար ավելի բարձր է, քան իրենց երկիրը, իրենց հայրենիքը, ասենք, ոնց կարող է դա քեզ հետաքրքիր, դու չես տեսնում ոչ մի լույս։ Դու չես տեսնում, որ այս երկրի շահերի համար մեկը առաջ է տալիս այդ երկրի շահերը։ Բայց նույնիսկ ասում է հայ ըմբիշեր, չէ, որ հաղթեց թուրք կամ ադրբեջանցի ըմբիշին, ասում են չի այդպես գրում։ Այսինքն, բայց բոլորն են այդպես գրում, ասենք, չգիտեմ, ուզբեկը հաղթեց ճապոնացու, այսինքն նշվում է վերնագրերում եւ միջազգային մամուլում էլ է այդպես, միշտ երկրները նշվում է, բայց ուզում եմ ասեմ, այնտեղ մեր շահերը նույնիսկ ոտնատակ դրվի, որ ինչի պետքա պաշտպանված են ադրբեջանցիների բոլոր իրավունքները Հայաստանում։ Դուք գիտեք, հիմա էլ արգելել են ռազմահայրենասիրական տեքստեր դպրոցներում, անդադ կարդում եմ այս երկու օրը եւ ռազմագիտության դասաժամը պետք է փոխարինվի։ Հա, դե տենց են հայտարարում, որ ուզում եմ ասել, այդ ընդդիմությունը ինչ էր անում, քանի որ տենց խիստ կառավարվում են, ինչքան չափի մեջ են իրանք չեն կարող։ Նկատի ունեք երկու կողմերն է կառավարում են, ինչպես ասում են, մեկը Ռուսաստանի կողմից, մյուսը Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Դե կարծում եմ, որ ռուս-թուրքական բանից ազդեցությունը հենց կա Նիկոլ Փաշինյանի իրանց վրա, էլի, այնպես չի որ երկուսն էլ նույն տեղից կառավարվող ու նույն որտեղ Հայաստանը պետք է չլինի, էլի։ Բայց իրանց գիտեք ինչ չգիտեմ, ես հավատում եմ, որ մի ուժ կծնվի։ Արտահերտ ընտրություններ կլինեն։ Պետք է ծնվի այդ ուժը, մի երրորդ ուժ, այս բոլոր ուժերը, որ մենք տեսանք, ճիշտ է, նոր ուժեր էլ կային, որոնք ոչ մի բանի չհասան այս ընտրություններում,
նողկալի ընտրություններ էին ինձ համար, այդ հայոյանքի, այդ բանի մթնոլորտում ես չեմ կարողանում։ Գիտեք, նախկին բաների ժամանակ ոչ թե հետընտրական, այլ նախընտրականները էլի սրտներովս չի տեն, բայց սենց վիճակ, ձերբակալություններ, կալանավորումներ, մեղադրանքներ, եւ մոռացա մի բան էլ ավելացնեմ Մարի ջան, այդ բանը ընտրակաշարքի բաժանումները եւ մինչեւ օրս մի հատ դատական ակտ չկա, որ ընտրակաշարքա բաժանվի։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դրա մասին խոստովան է։ Տիկին Ալեքսանյան, տեսեք, մենք խոսեցինք աշխատողների իրավունքների մասին, փաստորեն բանից պարզում է, որ Օլիմպիավանո եթե հիմա փակ է եւ այնտեղ հնարավոր չէ մարզումներ կատարել, այնտեղ նաեւ երեխաների իրավունքներն է ոտնահարվում, որտեղ հիվանդ երեխաների համար հատուկ այնտեղ պարապմունքներ կան, որ բժիշկների նշանակումներով պետք է արվի, հիմա փաստորեն Բայց ով է մտածում երեխաների մասին։ Ես մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ անգամ մեկ շաբաթ չկա, Ազատություն ռադիոկայանը մի հրաշալի նյութ էր պատրաստել Սուսան Բադալյանը, որ ճամբար է տանում սոցիալապես անապահով երեխաներին եւ ինքը այցելել էր ճամբար եւ մի խայտարակություն թե ոնց են վարվում այդ երեխաների հետ սնունդից սկսած, որ ասենք մի երեխան մամայի հետ խոսելիս ասում է այսօր մեզ շատ հաց էին տվել, հացի մասին է խոսքը, այսինքն ոչ լողանալու պայմաններ, ոչ բան, ես վերադառնամ էլի այդ երեխաների իրավունքներին, Փառք Աստծո հաջորդ օրը փակել են, թե հանել են այդ երեխաները, չեն լողանում, չգիտեմ, այդ հակահիգենիկ պայմաններ, այդ ինչ մոտեցում է ընդհանրապես, եւ նույն մի այդպիսի ռեպորտաժ կար ծերանոցների մասին, կամ որ ասում են Գագիկ Ծառուկյանը 70 տարեկան, ասում են կապ չունի տարիքը, ունի, ինչու են երեխաները եւ ծերերը միշտ առանձնացվում, ինչ անış, հասկանալի է, ոչ մեկի նկատմամբ չի կարելի բռնություն կիրառել, բայց եթե նա տարիքով մեծ է արդեն, կհաշվի նստես, դու նրա մեղադրանքը դեռ չես ապացուցել, այս իշխանության ամենազզվելի, անտանելի այդ արարքը նա է, որ անմեղության կանխավարկած գոյություն չունի։ Եվ իրանց այդ արբանյակներն էլ, գիտեք, որ խոսում են, ասենք Գոհար Գումաշյանի մասին ես գրառում եմ արել, որ դեռ մեղադրանքը չկա, իրա չի հաստատվել, 40 օրեկան երեխա ունի, դուք տեսնեք, թեման փոխվում է, ասում են, ուրեմն որ երեխա ունի ինքը անմեղ է, բայց դու ասում ես մեղադրանքը չի հաստատվել, հիմնավոր կասկած չկա, հասկանում եք, հիմա այս օրինակները բերում եմ, որ այստեղ երեխաների եւ ծերերի մասին ով պետք է մտածի, Նիկոլ Փաշինյանը ընդունակ է որևէ մարդու մասին մտածի, նրա տեսակն է այդպիսին, ու հիմա հատկապես որ հղպացած իշխանությունից նա ոնց կարող է, նա որ մտածող լիներ, այդ երեխաները այդպիսի ճամբար կունենային, իսկ ինչու ունեին այդ ճամբարը։ Բայց ինչու եք դա ասում, որ չի մտածում, դպրոցները կառուցում, եթե մտածեր չի կառուցում, եւ ինչ երեխաների մասին մտածում, որ գիտեմ, որ հարյուրավոր դպրոցներ են, գիտեք ինչ, ինձ համար շատ կասկածելի է իրանց այդ շինարարական գործունեությունը, շատ կասկածելի, բացի այդ շինարարական եւ որակներն էլ գիտենք, թե ինչպիսին է այդ կառուցվածքների, բայց արդյոք այդ կառուցվածքներում արդեն այդ բարեկեցիկությունը եւ այլն մենք լսել ենք, տեսել ենք, ոնց կարող է մեր ժամանակներում վատ ապրող մարդուն անհավասարությունը պատկերացնում եք ինչ աստիճանի է, որ հատուկ աղքատների համար ճամբար գոյություն ունի, պատկերացնում եք, սա ողբերգություն է ուղղակի, այսինքն մեր երկրում ընդհանրապես կարեկցանքը, գթասրտությունը, իսպառ բացակայումը հանում են, չէ, ես առանձին մարդկանց նկատի չունեմ, այս քաղաքականությունից վարկը, որ թելադրում է իշխանությունը, այն ոնց էր ասում, որ 10,000 դրամ ավելացնենք, դուք ինչ պետք է անեք այդ փողը, ծաղրում էր, էլի, նսեմացնում էր թոշակառուներին, հիմա էլ տեսակ չէ, որ այն ապահովագրությունը դարավ 50%, դեղերը արդեն անվճար չի, եւ այլն եւ այլն, ու սենց անամոթավարի խաբել, ստել, ուզում եմ ասել, որ այդ երեխան էլի, այս ամեն չէ երեխաների մասին է, օրինակ, ոնց կարող եք դες ճամբար պահել, որտեղ երեխաների չլողանան, որ հաց տալուց ուրախանան, դուք պետք է լավ ապրեք,
Չգիտեմ, էլի Աֆրիկյան երկիր չենք դարել։ Շատ եմ ուզում, որ արթնանան, ինչ որ մի նոր ուժ ստեղծվի եւ մենք ազատվենք եւ այդ պարլամենտից եւ այս իշխանությունից, այս ամեն ինչից։ Գիտեք, ես չգիտեմ ճիշտ են արել թե չէ, որ մանդատները վերցրել են։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Միայն մի բան կարող եմ ասել, եթե մարդկանց մեջ շատ լինի այդ փոփոխությունը, որ անդադ ասում էին, որ այդ փոփոխությունը արվի, դա կարվի առանց մանդատի եւ մանդատով, բայց այդ պետք է լինի քո մեջ, դա պետք է ներքին անհանգստություն լինի, ոչ թե քաղաքական շահեր, հարմարավետություն եւ այլն։ Ես այդ անկեղծությունը չեմ տեսնում, էլի։ Տիկին Ալեքսանյան մեր հաղորդումը մոտեցավ ավարտին եւ այսօր համընկավ այսօրը 2022 թվականին Արմեն Գրիգորյանի մահվան օրն էր։ Ռուբեն Մելիքյանն էր գրառում։ Այնպես որ այսօր զուգադիպեց համընկավ, ինչպես Մելիքյանն էր գրել, տարան դատարան, բայց դատարանից ետ չբերեցին։ Սա մի պատկեր է, որի դեմ պետք է պայքարել։ Տեսեք դուք մենք այս ընթացքում այդ ժամվա ընթացքում խոսում ենք հասարակության նաև անտարբերության, անտարբեր վերաբերմունքի մասին։ Կա վախի մթնոլորտ, մարդիկ տեսնում են եւ չեն խոսում։ Օրերս համացանցում տարածվեց, թե տրանսպորտում վարորդի նկատմամբ ինչպիսի բռնության կոչեր են արվում։ Ճիշտ է, մարդիկ խոսում են, բայց այսպես մի տղամարդ այն բառը ասում է, չկա դրա վզից բռնի եւ իջեցնի կամ չգիտեմ, 2 օր առաջ Կոմիտասում Արաբկիրում թե 3 էր կրակոցներ են եղել փողոցներում են իրար։ Այսօր ես կարծացի երեք է։ Այստեղ մենք հասարակությանը փորձում ենք արթնացնել, բայց այդ հասարակությունը հենց այդ վախի մթնոլորտում արդեն սկսել է ապրել, որտեղ ամեն մարդ մտածում է իր կաշին փրկելու մասին եւ գիտեք ինչ, դա ժամանակավոր բան է։ Մարդ, որը պայքարում է, այդ վախճանը ողջ ցավակցում եմ եւ թող վառ մնա նրա հիշատակը։ Ես լավ հիշում եմ իրեն, անձամբ ծանոթ չեմ եղել, բայց նա ազատ մարդու կերպար էր, ազատ եւ երկիրը սիրող, կյանքը սիրող, հա, բայց հենց երկրի համար մտահոգ, ինչի համարը խոսում բորբոքվում եւ այլն այս թեմաներով ես էլ եմ մեկ-մեկ տենց բորբոքվում, որովհետեւ մտահոգում է քեզ, որովհետեւ սիրում ես քո երկիրը, ես շատ եմ սիրում Հայաստանը, ես չեմ ուզում տեսնեմ այսպիսի Հայաստան, եւ որ տեսնում եմ այն քաղաքացիական անդամներին, որոնք բացի իր շահերից ուրիշ ոչինչ չեն տեսնում, ու որ բռնությունն էլ է նորմալ, չգիտեմ, մարդկանց ազատում են աշխատանքներից, համալսարաններից, Ռոբեն Մելիքյանին, Սեթրակյանին եւ էլի կան այնտեղ մարդիկ, որ այդ ամեն ինչը հանգիստ դիմադիր դաշտի նկարչիչներ են։ Այո, այդ ամեն ինչը ժամանակավոր հիմա բռնատիրական երկրներ կան, որոնք նաև հեղափոխություններ են եղել, չգիտեմ, եթե մենք չեմ համարում, որ նախորդ իշխանությունների ժամանակ ավելի վատ էր, քան հիմա, այսքան վատ երբեք չի եղել, ոչ մի իշխանության ժամանակ, բայց հնարավոր եղավ, չէ՞, հեղափոխություն կոչված է, սա հեղափոխություն չի իհարկե, բայց ամեն դեպքում մարդիկ դուրս եկան, մինչև մարդիկ դուրս չգան, մինչև մի հատ այսպես առաջնորդ չգտնվի եւ մենք մեր գնահատականները ճիշտ ավելի կողմնորոշվենք եւ տանք, ես կարծում եմ, որ դա կլինի, որտեվ չի կարող այսպես երկար շարունակվել։ Գիտեք, ես մի բան էլ ասեմ, Մարի ջան, ես Ուզբեկստանում, Տաշկենտում աշխատել եմ, այնտեղ Human Rights Watch-ի օֆիսում, ահագին աշխատել եմ, էլի, որտեղ գիտեք, ինչ բռնատիրական երկիր է, առանձնապես հիմա չեմ կարող ասել, որ շատ տարբերվում է, իրանց մոդել էր սենց վիճակ, որ անտեղ մարդիկ բանտերում էին եւ փորձագետներ, որ գալիս էին միջազգային, իրանք միշտ ասում են, այսպես երկար չի շարունակվի։ Եվ իրոք ավարտվեց, ինչու ճիշտ է, երկար տևեց, ժողովուրդը շատ տանջվեց, տարապեց, բայց մենք ուզբեկները, ես շատ սիրում եմ ուզբեկներին, իրանք հրաշալի արևելյան ժողովուրդներից են, շատ եմ սիրում, բայց մենք ուրիշ քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք, ազգ ենք, հասկանում եք, ես երեք իմ պատին շեյր արեցի Կարո Չալիկյանի
մասնակցել եմ այդ գրքի շնորհանդեսին, որտեղ մեր 5000-ամյա պատմությունն են մեր երգերը ազգային, ազգագրական, ավանդական, այսինքն մենք այդպիսի պատմություն ունենք եւ մենք այդ արժեքները մեր մեջ կրում ենք, մենք ուրիշ ուղղության, մենք չենք կարող սա այդքան հանդուրժել, հասկանում եք, անհանդուրժելի իրավիճակ է ուղղակի եւ կարծում եմ, որ մի լույս կբացվի, չեմ ուզում, որ չի կարող լինի, որ չբացվի լույս, ես այդպես եմ կարծում եւ հավատում։ Եվ այս նոտայի վրա էլ ավարտենք մեր այսօրվա հաղորդումը Տիկին Ալեքսանյան, հարկ լինելու դեպքում կհանդիպենք եւ կլինեն նոր զարգացումներ։ Շնորհակալ եմ այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։